Փաստաբան նախազանգում է. կարող եք հայտնվել ճաղերի հետևում իշխանության ներկայացուցիչների հասցեին սոցհարթակներում արված մեկնաբանությունների համար։ ՔՊԱ-կան իշխանությունների դեմ գրառում անողներին կարող է սպառնալ մինչև 3 տարի ազատազրկում։ Միայն այսօր երկու քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Facebook-ի այն հատվածում Նիկոլ Փաշինյանի տեսանյութի տակ գրվել է կոմենտ եւ ամենակարևորը այդ մարդկանց նկատմամբ բացակայելու արգելք է կիրառված։ Խափանման միջոցը երկուսի նկատմամբ էլ խափանման միջոցը բացակայելու արգելք էր։ Խնդիրը ոչ թե բռնության կոչերի դեմ պայքարն է, ըստ փաստաբանի, այլ ՔՊԱ-կաների ընտրովի արդարադատությունը։ Եթե մենք կոմենտների մակարդակում նայենք, հայհոյանքների մակարդակում նայենք, ապա առաջինը պիտի հենց Նիկոլ Փաշինյանը պատասխան տա, թե ինչու է Facebook-ում հանրային հարթակում հայհոյանք օգտագործում։ Մուրճը հարվածում է միայն մեկ ուղղությամբ, պնդում է Մարինե Ֆարմանյանը եւ հավելում. պատասխանատվության են ենթարկվում բացառապես իշխանության ներկայացուցիչներին քննադատողները։ Քննչական կոմիտեն այսպես ընտրովի, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին են կոմենտ գրում, այդ մարդկանց առանձնացնում է երբևիցե չի եղել, որ ասենք հակառակ ճամբարի մարդկանց վիրավորելու, զրպարտելու, իշխանության աջակից չհանդիսացող անձանց նկատմամբ այդպիսի ուրեմն ռեպրեսիաներ լինեն, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեն։ Ուժային կառույցների նման գործելավոճը փաստաբանը որակում է որպես քաղաքական պրոցես եւ կոչ է անում իրավապահ համակարգին զերծ մնալ քաղաքական պատվերներ կատարելուց։ Լավ կլինի, որ քննչական կոմիտեն եւ դատախազությունը վերանայեն իրենց գործողությունները եւ ուղղակի պատեհ վիճակի պատճառով չսպասարկեն իշխանական այն ցանկությունները, որոնք միտված են քաղաքացիներին վախեցնելու, ռեպրեսիաների ենթարկելու եւ քրեական մահակը քաղաքացիների գլխին որպես զսպող մեխանիզմ օգտագործելու։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։